Մենք հիմա դիզայներական ստուդիայում ենք գտնվում, աստղնագործության կենտրոնը այստեղ ու մետաքսի վրա աստղնագործում են, այստեղ սա մշակույթային մեծ արժեք ներկայացնող թարգմանիչը զուգահեռաբար խոսում է եւ դրա համար ստիպված կանոնից եմ խոսում, բայց հույսով եմ դուք ինձ լսում եք։ Հիմա փորձեմ մոտիկից ցույց տալ այդ աստղնագործության նմուշները։ Հարստություններն են պատկերվում, այնտեղ կարող եք տեսնել կապիկները, որ հենց այս պրովինսին են բնորոշ, այստեղ պանդաներ են։ Այս տարածաշրջանին բնորոշ աստղնագործության իրենց հարստություններից մեկն է սա համարվում, աստղնագործության նմուշը։ Սա ձեռքով աստղնագործություն է եւ սա մետաքս է։ She is also an Armenian similar thing, but Բոլոր այս աշխատանքները կանանց կողմից են ստեղծված, կանանց կենտրոն է համարվում։ Եվ առհասարակ Չինաստանում աստղնագործությունը մշակույթի մեծ ճյուղ է համարվում եւ այս այգին, որ հիմա այսօրվա ընթացքում ցույց կտամ, ամբողջությամբ հենց դրան է նվիրված, այստեղ կանայք աստղնագործում են։ Հիմա այստեղ աստղնագործում են։ Պանդային աստղնագործում։ Հայ։ 3000 տարվա պատմությունն է աստղնագործության պատմությունն իրենց մոտ։ Այստեղ վիշապիկ են աստղնագործում։ Մետաքսի վրա են հիմա աստղնագործում։ Տեսնում եք, իրենց հետ խոսում եմ, նույնիսկ չեն նայում, շատ զբաղված աստղնագործում են։ Այս պատվերները սկսում են $500 սկսած։ Այս հագուստները ոչ միայն տրադիցիոն են, այլ նաև հիմա են հագնում, թանկ են, որովհետև ձեռագործ են։ Ամեն տեղ մի բան են աստղնագործում։ Տեսնում եք ինչ նուրբ աշխատանքներ են։ Okay. Thank you. Good. Տեսնում եք ինչ նուրբ գեղեցիկ աստղնագործություններ են։ 2008 թվականից սկսած այստեղ արվեստի պահպանման մշակութային նաև կենտրոն է, ոչ միայն աշխատում են, այլ նաև մշակույթ են ստեղծում, պահպանում եւ ցույց տալիս մեզ նման հետաքրքրասերներին։ Բնական շոգ թելով են աստղնագործում։
Մենք այսօր այստեղ պաշտոնական հյուրեր ենք, մեզ նաև պատրաստում են ցույց տալ այս ասեղնագործության գաղտնիքներից։ Նայեք մի թելը կարող 16 մասի բաժանվի, ու այդ մի հատիկը մի միավորը եթե վերցնենք, ավելի բարակ է, քան մարդու մազը։ Մարդու մազից ավելի բարակ թելերով են ասեղնագործում, դրա համար նուրբ բոլորն ասեղնագործության վարպետներ են այստեղ աշխատողները։ Աշխատանքից երբ լինում է, որ նկարում են ձեռքով, երբ լինում է, որ պրինտերով տպված է։ Մի թելը բաժանում են 16 մասի ու նոր Նայած ժամանակ։ Դու ինձ ասի ես սաղ Իմ առաջ նաև մեր ասեղնագործության վարպետներից է, ինքն էլ հայկական վերքին է նայ, ես քեզ իմեջում եմ դնելու, ինքն էլ մեր հայկական ասեղնագործության վարպետներից է, դրա համար շատ ավելի հետաքրքրված է։ Նաև ինքն է հիմա լուսաբանում, ոնց են անում։ Հա, այսպիսի մի փոքրիկ պատկերը 3-ից 4 օրում են ասեղնագործում, պատկերացնում եք ինչ նուրբ աշխատանք է կատարվում։ Տեսնում եք, մի թելը բաժանում է 16 մասի ու այդքան բարակ թելով ասեղնագործում։ Մուլենի էր թելերը։ Մետաքս, բնական մետաքս։ Թելերն էլ բնական մետաքս։ Իրենք մետաքսով են ավելի շատ ասեղնագործում, որտեղ մետաքսը ապահովում է գործի նրբությունը ու կտորն է մետաքս։ Էկո, չէ։ Երևի իրանք մետաքսն էլ են այստեղ ստանում, չէ։ Մետաքսի երկիր է բա։ Եվ երբ խոսում ենք նայում չեն շեղվում, Վերգինը ձեռք տվեցիր կտորը, որի վրա որ Ես ձեռք տվեցի, բավականին կոպիտ կտոր է։ Գիտեմ։ Ես մտածում եի ավելի նուրբ է։ որ չծակծկվի երևի։ Երբ մենք այսպես իրենց շուրջը խոսում ենք, նայում ենք, նույնիսկ չեն շեղվում եւ իրենց գործին են նայում։ Մետաքսի թելը ապահովում է իր գործի նրբությունը։ Ինչքանով կտեսնեք։ Ասեղնագործությունը երկկողմանի է։ Ինքը երկու կողմից նույն պատկերը ապահովում է։ Հսի, երբ մենք հիմա իրանց հետ խոսում ենք, տեսեք, ոչ մեկը չի շեղվում, արդեն մի քանի անգամ ասի, բայց շատ հետաքրքիր մոտեցում է։ Մենք լինենք, հիմա արդեն բոլորս կողքերներս ենք նայում եւ զրույցին ենք մասնակցում։ Չէ՞։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Ես մերն էլ եմ սիրում, այս տեսակն էլ եմ շատ սիրում։ Կուզեի սենց դպրոց ունենայի։ Ունենալ։ Զնալավոր է։ Գնա ու բացի։ Կենտրոնի կազմակերպիչն է։ Չինական ավանդական հագուստ է։ Չինդու քաղաքում ենք մենք հիմա։ Իդեպ այսպիսի հագուստ միայն ազնվական եւ հարուստ ընտանիքների անդամները իրավունք ունեին կրելու եւ հագնելու եւ բնականաբար նաեւ կարողանալ գնելու։ Այստեղ ամեն ինչ ասեղնագործած է, ասեղնագործությունների մոտիկից կուզենամ ցուցադրել։ Մեզ այստեղ կանանց եւ երեխաների աջակցության ամենամեծ ծրագիրն է ուղեկցում։ Այստեղ իրենց ներկայացուցիչն է իր փոքր դրոշը։ Դրոշը։ Չէ, դրոշը։ Մի բան։ Այս կազմակերպությունը։ With you, where you? I can. Ինձ էլ են հիմա նկարում։ Okay. Thank you։
Իդեպ այս շորերը թանկարժեք շորեր են համարվում եւ նույնիսկ կոլեկցիոներներն են գնում այսպիսի հագուստները իրենց տեսականին ունենալու համար։ Տեսեք, էլի ձեռագործ զարդեր։ Այս հագուստները, որ ցույց տվեցի, թագավորների թագուհիների համար են նախատեսված եւ նույնիսկ նկարել չէին կարելի։ Ես հիմա ոնց հասկանում եք, թագուն եմ նկարում կամ կարելի ասել գաղտնի, հետո նմանատիպ այս հագուստներից ասացին, որ կարող ենք հագնել, նկարվել դրանցով։ Կփորձեմ։ Հիմա պատմական ավելի ինչ-որ պատմական հատված են մեզ ուղեկցում այգու, էլի ասեղնագործության հետ կապված։ Դες չգիտեմ, ես չեմ հասկանում, եթե դուք հասկանում եք այսուամենայնիվ ցույց եմ տալիս։ Շոուի ասեղնագործական արվեստի պատմությունը ընթացքում է մեզ բացատրելու հիմա։ Our Chinese president, Mr. Xi Jinping, visited here today. Քանի որ դժվար է բոլորիս համար հասկանալի, ես ցույց փորձում եղած հետաքրքիր նյութերը ցուցադրել ասեղնագործության նմուշները։ 2018 թվականին բացմանը իրենց նախագահը եղել Նահանգի հարստությունն է համարվում, նորովայություն են դրել այս ամեն ինչի մեջ։ Երևի դուք նաև թարգմանչի ձայնն եք լսում, հույսով եմ նաև դա ձեզ համար օգտակար կլինի։ Մանրամասը մեզ բացատրում են, իսկ ինքն էլ մեզ համար թարգմանում է։ Իրենց նպատակն է եղել, որ սա դարձնեն ազգային արժեք, որ մարդիկ իրար նվիրեն ասեղնագործության նմուշ։ Այստեղ ինչից են ստանում մետաքսը, մետաքսի որդն է, թիթեռն է, մետաքս լինելու ընթացքն է, այստեղ մետաքսի կոկոններն են, մետաքսի որդերն են, հիմա իրենք իսկական չեն, այստեղ երևի չգիտեմ, որ ընթացքն է սա, երբ որ մեզ բացատրեն ցույց, ես էլ ձեզ կբացատրեմ։ Այստեղ արդեն վերածված մետաքսի վիճակն է, այստեղ մի փոքր ավելի մազի նման, այստեղ արդեն որպես թել, տեսնում եք, ինչ գեղեցիկ է։ Այստեղ արդեն, այստեղ էլ բնական ներկեր են, ընկերուհիս է հուշում։ Այստեղ այս բնական մթերքներից իրենք գույներ են, որտեղ Գերմանջրի մեջ են լցնում, հանում են։ Հա, այդ գույնը լինում։ Մետաքսի դեպ այս դեղին գույնը ստացել է, երբ որ երման ջրի մեջ են մտցրել հանել, դարձել է այս գույն։ Թելը ամուր լինի ու կարողանան հանել։ Հա, այսպես են անում, որ թելը ամուր լինի։ Տես նրանք, Տեսքի ալի հա, գերմանջրից հանել։ երբ երման ջրից հանում, Ջրի մեջ են հանում, ուսես քաշում։ երբ որ տաք ջրից հանում են, ինքը այսպես է Հասած դառնում։ փոքրիկ հանում են, ուսես քաշում են, ինքը բացվում։ Այսպես փաստորեն սա իր բնական վիճակն է, այսպես գցում են տաք ջուր, ինչպես ընկերուհիս հուշեց, դրանց հետո երբ հանում են, քաշում են, ձգում են, ինքը այսպեսի տեսք է ունենում արդեն։ Դες արդեն ավելի մշակվածն է, հա, սա մետաքսն է։ Այստեղ մետաքսի թելից էս հենա փորձեմ։ Հա։ Ահա, մետաքսից է այստեղ ամեն ինչ։ Մեզ մետաքսով են հիացնում իրենց եւ բնականաբար մենք հիացած ենք։ Օй, մեր բուժքույրն է, մեր ամբողջ խմբին ուղեկցում է, որ հա, մենք
մենք առողջ ու ապահով լինենք։ Հիմա ինքը այստեղ իրենց ամենահետաքրքիր, այստեղ նմուշները շատ գեղեցիկ են։ Չգիտեմ, որը ձեզ ցույց տամ։ Այստեղ բոլոր են աստղնագործությունները, որ իրենց թագավորները 100-200 տարի առաջ կրել են։ Բարձրաստիճան պաշտոնյաներ են կարողացել այսպիսի հագուստ հագնել եւ իրենց է կարելի եղել այսպիսի աստղնագործությամբ հագուստ կրել։ Տեսնում եք ավանդական։ Ինչ գեղեցիկ տալիս։ հələ ինչ ճոխ են այստեղ։ Սա կոչվում է շոուի աստղնագործության կենտրոն։ Այն նույն աստղնագործություններից է արդեն այստեղ պատրաստ։ Մեզ խոստացան, որ եղած նմուշներից կարող ենք հագնել եւ նկարվել։ Տեսնում եք ինչ ճոխ այստեղ սրանք նկարներ չեն, ամբողջը աստղնագործած է։ Պատկերացնում եք ինչ գեղեցիկ է։ Ինչպիսի ճոխություն։ Չնայած նույնիսկ մոտիկից նայելու պարագայում անհնար է հավատալ, որ իրենք ոչ թե նկար են, այլ աստղնագործված նկարներ են։ Տեսնում եք ինչպիսի մանրակրկիտ աշխատանք ու ամբողջը մետաքսից։ Մետաքսի աստղնագործություն եւ ձեռքի աշխատանք։ Աստղնագործության համար նախատեսված փայտեր են։ Այստեղ աստղնագործությունը համատարած է, կին տղամարդ բոլորը սիրում են աստղնագործել։
Այստեղ ցանկացած ընտանիքում ասեղնագործում են ու ընտանիքի ցանկացած անդամ ասեղնագործել գիտի։ Այս շենքերը այդպիսի կենտրոններ են ասեղնագործության համար նախատեսված։ Մենք դրանցից երկուսում եղանք, հիմա մեզ ուղեկցում են նաև այլ հետաքրքիր ասեղնագործության նմուշներ տեսնելու։ Սա պանդաների քաղաքն է համարվում, այս քաղաքի խորհրդանիշն են պանդաները, դրա համար այստեղ ամեն ինչ, ամեն ինչի վրա պանդա է նկարված։ Այգիներում, ահա, ասեղնագործության նմուշի վրա ամեն տեղ պանդաներ են։ Սանյութում նաև ես եմ երևում, որ տեսնեք, որ ես եմ այստեղ եղել։ Մեր խմբի հետ ենք, ընկերուհիս է նկարում, հիմա ես էլ իրան նկարում, տեսնեք, մեր խմբի ակտիվ անդամներն են, մեզ ուղեկցողներն են և մեր խմբի մյուս անդամներն են, հիմա մյուս կենտրոնն են գնում, երևի հիմա մեզ կլուսաբանեն որտեղ ենք, ինքս չեմ կարող ասել, որտև չգիտեմ, դժվար է չինարենը հասկանալ։ Այստեղ էլ շատ հետաքրքիր նմուշներ ենք հիմա ցույց տալու ձեզ, հետաքրքրության շատ մեծ աստիճան։ Նայեք, ասեղնագործություն։ Նայեք, երկու կողմանի է։ Օյ, այսպիսի հրաշք։ Տեսնում եք, այստեղ աղջիկը դիմացից է, երբ ասեղնագործել են, ինքը արդեն հետևից է երևում, նայեք։ Բոլորը, որոնք այդպես երկու կողմանի են, աշխատեմ ցուցադրել, տեսեք։ Պանդաները այստեղ իրար դիմաց են, այստեղ լրիվ ուրիշ նկար, և սա նույն ասեղնագործությունն է և նույն նկարը։ Հիմա գնամ մեր խումբը սկսել է չինական հագուստ հագնել, գնամ ինքս էլ մեր խմբի անդամներն են արդեն անցան չինական տարազին, ինքս էլ փորձեմ։ Ինչ սազում եմ։ Լավն եք։ Ժողովուրդ, մենք ինձ թվում է հնարավորություն կունենանք խմբով նկարվելու բոլորս։ Այո, լավ կլինի։ Ինձ էլ։ Այսակը թողենք ասեցի։ Ասեցի, որ կարող են Հիմա գնում եմ ինքս էլ հագնվելու։ Լսի։ 我觉得是好看的啊。 Ինձ են հագուստ։ Ոնց եմ հագնելու։ Ինձ մոտ բոլորը տեսանյութի տեսքով է։ Վիդեո է։ Ոնց եմ հագնվում, ով կօգնի։
Ոնց եմ հագնվում, աղջիկներով է օգնում։ Հա։ Քանի որ չգիտեմ, այս հագուստը ինձ տվեցին, չգիտեմ ինչպես են հագնում, հարկավոր է որ ինձ օգնեն հագնեմ։ Вообще честно, думаю, քո վրա ինչ որ հացես կա։ Մետաքս է։ Մի բաժի հագնեմ էլի հայտնել Երևան։ Ay, okay. Ահա, այստեղ։ Տվեք, ոնց է հագնում։ Էնպես է։ Ես սող ձեռագործ աշխատանք եմ։ 这个是现穿衣服或者挺肉啊？先把卫衣穿，对对，卫衣穿。哦，要穿裙子。 Իրոք խոլոտը դուրս եկավ։我问一下呢。哎，你这妹妹，后面吗？对，侧面嘛。这个随便。后面它有过，少了有没有大点的？还有更大点的，更大点的。很浅一点啊。还有想挑一套哪个他穿的？那边那个。 稍等一下，我叫他给你看看，我看看这个。 Շատ գեղեցիկ է, ես էլ հիմա մեր մյուս հագած աղջիկներին հերթով ցույց տամ, տեսեք։ Ահա։ Մեր այսօր ամբողջ խումբը այսպես չինական տեսքով է։ Բոլորից դուրնի դեպ շատ է եկել, Արմինե։ Կանգնի քեզ էլ ցուցադրեմ։ Շատ գեղեցիկն ես։ Ահա, հիմա մյուսներին են օգնում հագնվեն։ Ահա, հագնվում են դեռ։ Մի հատված աղջիկների մոտ այս պահը դեռ հագնվելու փուլն է։ Հələ պատտվի քեզ էլ նկարեմ։ Իրանք սենց են, չէ անում, վերեք մեզով կնկարի, սենց են, չէ ձերքերը մեծը, ընդը, մի բաշկան ես, հա, սենց պահեք վիդեոյա։ Սենց
你跟他说一下裙子太长了，要拎着，小心。 The dress is so long. 嗯， To maybe hold it a little bit. 哇，漂亮。哦，对，这叫云肩，好漂亮啊！还拍吗，霍总？哇，还体不体验哦？那个有点像唐朝的杨贵妃。 Համար հովարներ են բերել, չէ, դեռ նկարեք։ Հիմա մեր համար հովարներ են բերել, դրանով 好像杨贵妃啊！哎呀，我快晒出油来了。等一会儿他们也在坚持。他们不怕晒，他们皮肤太白了。 Մերը հրաշք է, իրանց ամբողջը հուսը ծաղկային է։ Դու մեր տարազը տեսել ես ցուցադրում։ 那个杨玉婷拿扇子去了，帮他把扇子拿出来。帮他把扇子拿出来。哎，他们穿蛮好看的哈。挺好看的，白，他皮肤白就好看。哦。 像我们知道黄二黑。啊，这个紫色穿着也好看。 2, 3, cheese, cheese. Հիմա աստղնագործում ենք, ինքս էլ կփորձեմ աստղնագործել սովորել այս հրաշալի տեխնիկայով։ 挨着这个线条走，看到线条走，然后在这个边上，有没有？ Դուր 看这个线，有没有？然后每次起身的时候都在这个线条上，就这，就这个线条上。来，我把这个给你剪了一下，不要挡着你。 վիդեոյա էլի sense վիդեոն է։ Հա, վիդեո։ Հիմա պահեմ արդեն։ Աննա այսօր մեր շինական գտնվելու երկրորդ տարն է եւ մենք այցելեցինք Շուշի արվեստի կենտրոն ծանոթացանք ստեղծում են Շուշի ստեղծագործության ժամանակակից հագուստներ այցելեցինք նաև Շուշի ստեղծագործության արվեստի թանգարան ներկայացին Շուշի ստեղծագործությանը ծանոթանում որպես հասկացա 你说这个绿线，还是在这里？